Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը մտնում է իր ամենաուժեղ փուլը, իսկ այդ փուլում հետաքրքիր նոր կերպարներ են ի հայտ գալիս։ Սերիալային աշխարհը նոր շունչ է ստանում, երբ հայտնի դարձավ, որ Էլիզ Մելիքյանը հայտնվելու է «Վերջին զանգը» սերիալում իր դերով, առաջ բերելով մի ամբողջ նոր սյուժե, որը պատրաստվում է խտացնել սերիալի սիրային եռանկյունին և բարձրացնել դրաման նոր մակարդակի։ Էլիզն, ով սոցիալական ցանցերում գրեթե քիչ առաջ հրապարակեց իր սպասված մուտքը սերիալ, գրում է. «Տեսնեմ կկռահեք, թե ինչ դեր եմ ունենալու «Վերջին զանգը» հեռուստասերիալում», հարցրել է Էլիզ Մելիքյանն իր հետևորդներին ու երկրպագուներին։ Այս խոսքերը դարձել են երկրպագուների ու դիտողների նոր հուզիչ թեման։ Հետևորդներն անմիջապես ակտիվացել են, առաջարկելով տարբեր հնարավորություններ։ Շատերը ենթադրում են, որ Էլիզի կերպարը կարող է լինել բժշկուհի, ով կապվում է սերիալի հիմնական հերոսների հետ նոր աշխատանքային և անձնական առնչություններով, կամ Սոսի ու Լիլիթի դուստրը, ինչը բացահայտում է նոր ընտանեկան գաղտնիքներ, կամ նույնիսկ Հենրիի կինը, որը խառնվում է արդեն իսկ լարված հարաբերությունների մեջ, և իհարկե մի շարք այլ հետաքրքիր և անսպասելի դրսևորումներ։ Էլիզ Մելիքյանի կերպարը սերիալին նոր շունչ է հաղորդելու, նրա մուտքը պատմությանը տալիս է նոր շերտեր, կապված սիրո, ընտանեկան գաղտնիքների ու անձնական հակասությունների հետ։ Հենց նրա շուրջ է ձևավորվում նոր սիրային եռանկյունին, որին ներկա են լինելու արդեն ճանաչված Հենրին, երիտասարդ հուսական և բարդ անձնավորություն, ով պայքարում է իր զգացմունքների ու ընտանիքի ճակատագրի միջև։ Անգելինան սերիալի ամենահուզական կերպարներից մեկը, ով դեռ չի պարզաբանել թե իր իրական ինքնությունը և թե իր հարաբերությունները Հենրիի հետ, և հիմա հայտնվում է Էլիզը։ Նրա մարմնավորած կերպարը կարծեք թե կապ է ունենալու Հենրիի հետ, որովհետև քիչ առաջ հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ նրանք համատեղ արդեն կադրեր ունեն։ Հենրիի, Անգելինայի և Էլիզի փոխհարաբերություններն ավելի են բարդանալու և դառնալու այնպիսի հանգույց, որից դուրս գալը դժվար կլինի։ Էլիզի կերպարը կարող է դառնալ սիրո նոր օազիս, նոր հույս, բայց նաև պոտենցիալ վտանգ հին հարաբերությունները վերանայելու ու անցյալի ստվերները վերաիմաստավորելու տեսանկյունից։ Այս երեք երիտասարդներից յուրաքանչյուրն իր առանձին ճակատագրով կանգնած է զգացմունքային փորձությունների միջև։ Երբ ընկերությունն ու սերը սկսում են խառնվել նախորդ սերունդների գաղտնիքների հետ, զարգանում են բարդ, խորն ու թաքնված մոլորակներ, որոնց կենտրոնում կանգնած են հենց նրանք։ Էլիզը հետևորդների հետ անկեղծ է լինում և այդքան էլ չի վախենում հանելուկային պահերից։ «Տեսնեմ, թե ինչ դեր եմ ունենալու, կկռահեք» բառերը բացում են դռները երկրպագուների երևակայության առաջ, ովքեր արդեն սկսել են քննարկել, ենթադրել ու նույնիսկ գրել իրենց տարբերակները սերիալի և, իհարկե, Էլիզի հրապարակած լուսանկարների մեկնաբանություններ բաժնում։ Նրա կերպարն, ի վերջո, ոչ միայն նոր դինամիկա է բերելու սերիալ, այլև նոր թեմատիկ ուղղություններ, ընտանեկան գաղտնիքներ, սիրային հակամարտություններ և հատկապես մարդկային հարաբերությունների նրբերանգներ։ Էլիզի կերպարի մուտքը սերիալին մեծ հույս է տալիս, որ «Վերջին զանգը» հեռուստասերիալը կշարունակի ռեյտինգային մնալ հայկական սերիալային աշխարհում։ Նրա մասնագիտությունը նաև բացելու է նոր դռներ նոր սյուժետային հնարքների և անսպասելի շրջադարձերի համար։ Եվ ինչն է ամենակարևոր, որ հանդիսատեսը պատրաստ է սպասել, սիրել սերիալի յուրաքանչյուր նոր տեսարան, որտեղ Էլիզը կխառնվի հին ու նոր սերունդների զգացմունքային, ընտանեկան ու սիրային կոնֆլիկտներին։ Իհարկե, հեռուստադիտողների մեծ մասը խնդրել է Դիանա Գրիգորյանին, որպեսզի ոչ մի կերպ Էլիզի կերպարը չխանգարի Հենրիի ու Անգելինայի սիրուն, քանի որ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե Հենրին ու Անգելինան երբ են վերջապես միասին լինելու, բայց ինչպես երևում է, սիրային եռանկյունի է սպասվում Հենրի, Անգելինա և Էլիզ Մելիքյանի մարմնավորած կերպարի միջև, քանի որ Հենրին ու Էլիզ Մելիքյանի մարմնավորած կերպարն արդեն համատեղ տեսարաններ ունեցել են, որը մեծ սիրով ներկայացրել ենք ձեր ուշադրությանը։ Ինչու համար է հայտնվել այս կերպարը և ինչ կապ ունի այս կերպարը Հենրիի, Անգելինայի,
Սոսի ու Լիլիթի հետ կիմանաք շատ շուտով, այնպես որ ամենահետաքրքիր տեսարանները դեռ առջևում են։ Եթե ցանկանում եք առաջինը տեղեկացված լինելու նոր սերիալներում կատարվող փոփոխությունների շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն, ապա չմոռանաք բաժանորդագրվել ու դիտել մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու ամենահետաքրքիր գաղտնիքների բացահայտումներով և իհարկե ամենաինտրիգային տեսարաններով, կադրից դուրս իրավիճակներով, որոնք արվել են հենց հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում։ Մնացեք մեզ հետ, դիտեք տեսանյութերն ու ձեզ համար կբացահայտենք ամենահետաքրքիրը։ Իսկ Աննայի համար այս հեռուստասերիալում բացվում է նոր շրջան, նա փորձում էր բաժանվել Միքայելից, արդյոք նրան կհաջողվի դա անել, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց Միքայելը ձեռքերը ծալած չի նստելու ու չի տեսնելու, թե ինչպես է Աննան իրենից հեռանում։ Քանի որ Սոսն էլ այս պահին Հայաստանում է, ավելին Աննային մոտ է այնքան, ինչքան դեռ երբեք, ապա Միքայելը երբեք նրան մենակ չի թողնի։ Դե ինչ, իսկ դու գրիր քո կարծիքը, ինչ ես կարծում Էլիզ Մելիքյանն ում կերպարն է մարմնավորելու վերջին զանգը սերիալում։